Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Իսկ դուք մի փնտրեք, թե ինչ պիտի ուտեք կամ խմեք, և մի մտահոգվեք, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի այդ ամենը։ Այլ դուք նախ փնտրեցեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ ամենը կտրվի ձեզ։ Սիրելիներս, այսօրվա պատարագի ավետարանը բարձրացնում է մի չափազանց կարևոր թեմա, խոսելով մարդու կյանքի նպատակների մասին և ներկայացնում է անմիտ մեծահարուստի առակը, որը շատերիդ հայտնի է, երբ որ Տիրոջը խնդրում են, որպեսզի նա դատ անի և բաժանի որդիների միջև ունեցվածքը, նա ասում է, որ ես չեկա, որպեսզի լինեմ ձեր մեջ դատավոր կամ բաժանարար, և մի առակ է բերում, որպեսզի հասկացնի մարդկանց, թե որն է իր աշխարհ գալու նպատակ և իր քարոզչության առանցքը։ Եվ ասում եմ, մի մեծահարուստ մարդ կար, որ բազմաթիվ արտեր ուներ, և այդ տարին մեծ բերք բերեցին արտերը, և այդ մեծահարուստ մարդը իր հանգիստը կորցրեց։ Ասում է, ինչ պիտի անեմ, այսքան բերքը որտեղ պիտի շտեմարանեմ։ Այդպես գցում բռնում է, որոշում է, որ մի լուծում գտնի, իր շտեմարանները, ամբարները քանդի և նորերը կառուցի։ Եվ ինչպես ներկայացված է առակի մեջ, ինքն իրեն ասում է, ով անձնիմ, շատ բարիքներ ունես դու շատ տարիների համար, կեր, խմիր և ուրախ եղիր։ Բնագրի մեջ ինձ ասում է, նա ասաց իր հոգուն, իմ հոգի, իսկ ինքն իր հետ խոսում է, շատ բարիքներ ունես կուտակված շատ տարիների համար և ինչ մնաց միայն վայելել այդ բարիքները։ Սակայն այդ հարցմանը, որը ինքն իրեն էր ուղղված, Աստված է պատասխանում, այս անգամ ասելով, որ անմիտ, այս գիշերը հոգիդ կպահանջեմ քեզանից, և այդ ամբողջը ում ես թողնելու։ Եվ Տերը շարունակում է այս թեման ասելով, որ դուք մի նմանվեք հեթանոսներին։ Հեթանոսները պաշտում են նյութը և իրենց կյանքի նպատակը հենց նյութական բարիքն է։ Դուք, որ Աստծո զավակներն եք և Աստծո արքայության զավակներն եք, այլևս պիտի փնտրեք վերինը, պիտի փնտրեք Աստծոն, իր արքայությունը, և այն ամենը, ինչ որ ձեզ անհրաժեշտ է, Հայրը գիտի և ձեզ կտա, էլ ավելիով կտա, երբ որ ձեր սիրտը ճիշտ ուղղվածություն ձեռք կբերի։ Եվ կարծում եմ, որ այս առակը բոլոր ժամանակներում արդիական է։ Բոլոր ազգերի համար և ինձ թվում է ավելիով այս առակը արդիական է մեր հայերիս համար, քանզի մեզանում քրիստոնեությունը և նյութապաշտությունը կարծես թե զուգահեռ գնում են մարդու կյանքում։ Մենք քրիստոնյա ենք մեր կոչումով, մեր հիմնական ծագումով, սակայն մենք հաճախ քրիստոնյա չենք, երբ որ գործը հասնում է հոգևորին և նյութականին։ Մենք ավելի շատ հեթանոս ենք, կրապաշտ ենք, որովհետև հիմնականում մեր կյանքի մեծագույն նպատակը դնում ենք ոչ թե Աստծուն և իր արքայություն և իր կամքը, այլ նյութը, ունեցվածքը և ինչքան շատ այնքան լավ, դարձնելով դա նույնիսկ պաշտամունքի առարկա։ Բոլոր սնահավատությունները գրեթե մեր ժողովրդի մեջ կախված են նյութի հետ, ունեցվածքի հետ, հաջողության հետ, ամբողջը դրա շուրջ է պտտվում։ Եվ դա մեծագույն խաբկանքն է, որովհետև այդ ամբողջը ոչ միայն ծանրացնում է մարդու միտքը, սիրտը և հոգին, այլ նաև խլում է մարդկային կյանքը, մարդկային կյանքի ժամանակը։ Ամենաթանկ բանը, որ կա մեր կյանքում, դա հենց այս պահն է, մեր կյանքի ժամանակը, որը մենք պիտի ճիշտ տնօրինենք, ճիշտ օգտագործենք։
Եվ ըստ էության Աստված չի արգելում մարդուն կուտակել նյութական բարիքներ։ Եվ հին կտակարանում եւ նոր կտակարանում մենք տեսնում ենք բազմաթիվ օրինակներ, որ եղել են մեծահարուստ մարդիկ, որոնք պաշտել են Աստծուն, իրենց սրտերը նվիրել են Տիրոջ, եւ մեր եկեղեցու պատմությունը եւս լեցուն է նման օրինակներով։ Եվ Աստվածաշունչը չի ասում քեզ, որ դու պիտի լինես ամբողջությամբ զրկված ունեցվածքից եւ ամեն ինչից։ Այլ բան է ասում, որ քո սիրտը չի պիտի դիպչի այս աշխարհին։ Որտեւ նյութական ունեցվածքը մարդուն հեշտությամբ գցում է իր տիրույթի մեջ։ Մարդը մտածում է, որ նա Տեր եւ իշխանն է այդ ունեցվածքի, մինչդեռ այդ ունեցվածքն է դառնում Տերը եւ իշխանը մարդկային կյանքի։ Մարդը բռնվում է այդ խաբկանքի մեջ եւ ամբողջ կյանքը անցնում է այդ դեգերումների մեջ։ Սակայն մարդու հոգին է, որ կարոտ է մնում ճշմարտության, հոգևոր հացի կարոտ է մնում Աստծուն։ Եվ բոլոր դժբախտությունները հենց այդ ակունքից են գալիս, որ մարդը իր հոգին չի սնուցանում, մարդու հոգին դատարկ է հաճախ։ Այս առակի մեջ մեծահարուստը իր հոգու հետ է խոսում, ասում է, որ ով իմ հոգի, իմ անձ, շատ բարիքներ ունես կուտակված, մտածելով, որ դրանով կարելի է հագեցնել հոգևոր սովը։ Մինչդեռ իրականությունը հակառակն է, սիրելիներս։ Հնարավոր չէ հոգին կերակրել նյութական հացով։ Հնարավոր չէ մարդու Աստծո արքայության կարոտը, կորցրած դրախտի կարոտը փոխարինել այս աշխարհի փառքով, հաճույքներով։ Դա անհնարին է։ Դրանք տարբեր երևույթներ են։ Եվ մենք այդ ամբողջի մեջ բազմաթիվ սովորելու բաներ ունենք, որովհետև Տերը մեզ սովորեցնում է, թե ուր պիտի ուղենք մեր կյանքը։ Մեր կյանքի փնտրտուքը պիտի ուղենք դեպի Տիրոջ արքայությունը եւ նրա արդարությունը փնտրելու։ Տիրոջ արքայությունը դա Տիրոջ կամքի լիարատ դրսևորումն է մեր մեջ։ Երբ որ մենք աղոթում ենք, ասելով Տեր, թող քո կամքը լինի, եւ փորձում ենք այդ կամքը ամեն տեղում գտնել եւ իրագործել, ոչ միայն խոսքով, այլ կյանքով։ Եվ դրա արդարությունը այն է, որ Աստված ամեն ինչ իր ժամանակին տնօրինում է եւ ամեն բան ունի իր պատճառահետևանքային կապը։ Եվ ինչ որ մենք անում ենք այստեղ, այդ ամբողջը ուղղակի արձագանք ունի մեր հավիտենական կյանքի վրա։ Դրա համար Տերը ասում է, որ պիտի ոչ թե այս աշխարհի համար հարստանաք, այլ Աստծո համար հարստանաք։ Այս առակի մեկնաբանությունը, որ տալիս է Հիսուս, ասում է, որ պիտի հարստանաք, կամ ինչպես գրաբարով ասում է, մեծանաք Աստծո համար։ Դա նշանակում է, որ մեր կյանքի անելիքները, այն ինչ որ մենք գործում ենք, կարող է մեզ հարստացնել Աստծո համար։ Ոչ միայն մեր հոգին հարստացնել, երբ որ մենք առաքինությամբ ենք ապրում, այլ Աստծո մոտ, Աստծո արքայության մեջ մենք հավաքում ենք բարիքներ։ Եվ ինչպես է դա ձեռք բերում, երբ որ մարդը սովորում է լինել ողորմած, երբ որ կտրում է իրենից կամ իր ավելցուկից կամ ոչ ավելցուկից ինչ-որ բան եւ տալիս է նրան, որ կարիք ունի, երբ որ նա աղքատին կերակրում է, մերկին հագցնում է, դա հարստություն է։ Եվ իրական հարստությունը չափվում է ոչ թե նրանով, թե ինչքան գումար է մարդու հաշվի համարին կամ ինչքան ունեցվածք նա ունի ամբարած, այլ նրանով, թե նա ինչ է արել, քանի մարդուն է օգնում, ինչ շոշափելի արդյունք կա այդ հարստությունից։ Մեր սրբազան նախնիները դա շատ լավ գիտակցել են եւ իրար հետ մրցել են, թե ինչ մի լավ բան անել, որ եկեղեցին կառուցել։ Այս վանքը, որոտնավանքը այդ ընկալումով է ստեղծել, երբ որ Շահանդուխտ իշխանուհին որոշել է հարստանալ Աստծո մոտ եւ
կառուցել վանք եկեղեցի իր որդին ուզեցավ շարունակել մոր հավատքի ճամփորդությունը եւ 6 տարի անց Սուրբ Կարապետայիս եկեղեցին կառուցեց եւ բոլոր ժամանակներում մարդիկ հարուստ են հասկացվել նույնիսկ մարդկային ոլորտում ոչ հոգեվոր նրանով թե ինչ իրանք ոչ թե նրանով թե ինչքան իրանք ոսկի ունեն կուտակած ամբարած թաքցված այլ թե ինչ են կարողացել անել իրագործել այդ հարստությամբ դա է իրական հարստությունը ամեն տեսակի չափանիշներով թե աշխարհիկ չափանիշներով թե հոգևոր եւ մենք հարստանում ենք Աստծու մոտ Աստծու համար ենք հարստանում որպեսզի այդ ունեցվածքը մենք վայելենք Աստծու արքայության մեջ Դες որ դու գիտես որ դու ունես հավաքված բազմաթիվ բարիքներ ինչ որ միտեղ հա ասենք հերու երկրում եւ 10 տարի հետո դու պիտի գնաս եւ հասնես այդ երկիրը եւ վայելես հա պատկերացրեք ձեզ ասել են որ չգիտեմ Միացյալ Նահանգներում դուք ունեք 10 միլիոն դրած որը 10 տարուց կլինի ձերը որը ձեր վաստակն է ձեր ամեն օրը կյանքի կլինի սպասում պատրաստություն եւ ձգտում երբ է գալու այն ժամանակ երբ որ ես հասնեմ դրան այդ նույնն է մեր հոգևոր կյանքում եթե մենք գիտենք եթե մենք աշխատել ենք Աստծո համար եւ հարստացել ենք մեր ամբողջ կյանքը դառնում է պատրաստություն այդ արքայությունը ժառանգելու վայելելու դրա մեջ գտնելու մեր կյանքը սակայն մարդու կյանքի թշնամին սատանան մեզ հակառակն է սովորեցնում եւ միշտ չէ որ նա մարդուն դարձնում է չար միշտ չէ որ սատանան մարդուն գցում է ինչ որ մի այդպես ակնհայտ բացասական մեղքերի եւ չարիքների մեջ գիտենալով որ մարդը բնությամբ բարի եւ կարող է հեշտությամբ ապաշխարել այլ որոգայթ է պատրաստել չարը մարդու համար իր կյանքի ամեն մի օրը զբաղեցնել մարդուն զբաղեցնել ամեն ինչով միայն թե մարդը չփնտրի Տիրոջ եւ իր արքայությունը չգիտակցի իր կյանքի իմաստը եւ նպատակը եւ նշանակությունը դա մեծագույն պատրանքն է մեր միջավայրում բազմաթիվ մարդիկ կան որոնք բնույթով բարի են լավ մարդիկ են իրենց հետ շփվում ես շատ բան է սովորում իրենց չարը չի կարողացել ինչ որ մի չարության մեջ գցել այլ ճանապարհ է գտնել զբաղեցնել որպեսզի իրենք ամեն ինչ անեն իրենց կյանքում ամեն տեսակի գործունեություն ծավալեն միայն թե հերու մնան եկեղեցուց սուրբ պատարագից Աստծո խոսքից աղոթքից Աստծուց վերջը եւ դա հաջողվում է դրանով տարապում են շատ մարդիկ չգիտակցելով որ իրենք տարապում են իրենց հոգին խեղդվում է այդ ունեցվածքի մեջ փորձում են այդ խեղդելու զգացումը ազատագրել հաճույքներով, հարբեցողությամբ, խնջույքներով, ուրախությամբ, ամենօրյա քեֆով չի ստացվում դա հոգին Աստծո պատկերով է ստեղծված Աստծո մասնիկն է եւ պիտի վերադառնա եւ միավորվի Աստծո հետ, իր աղբյուրի հետ դա է մեր կյանքի իմաստը եւ նպատակը մենք պիտի վեր գտնենք մեր Աստծուն եւ վերամիավորվենք եւ երբ որ մենք մեր սիրտը ուղում ենք այդ փնտրտուքի Աստված հոգում է մեր մասին հոգում է թե ինչ պիտի ուտենք ինչ պիտի խմենք ինչ պիտի հագնենք ինչպես պիտի ապրենք մեր եւ մեր ընտանիքները բայց երբ որ մենք Աստծո փոխարեն ունեցվածքն ենք պաշտում Աստված միշտ չէ որ պիտի մեզ տանի բարօրության ճանապարհով դրանից են ծնվում մարդու դժբախտությունները երբ որ Աստծո փոխարեն նա իր առաջնային արժեքը դարձնում է այս աշխարհը մտածելով որ նա Տերը եւ իշխանն է այս աշխարհի մինչդեռ այս աշխարհն է դառնում Տերը եւ իշխանը մարդու կյանքի մարդու ժամանակի եւ մարդու հոգու եւ վերջո մարդու հավիտենական կյանքի եւ թող անմիտ մեծահարուստի առակը այսօր հնչի մեր մտքերում մեր սրտերում որպեսզի գիտակցենք որ մենք Աստծո զավակներն ենք որ մեր ճանապարհը Աստծուն հանդիպելու ճանապարհն է եւ որ մենք կանչված ենք իր արքայության համար
որին թող արժանացնի Տերը յուրաքանչյուրիդ այսօր եւ հավիտյանս ամեն